Հյուրընկալել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, նրա հետ կզրուցենք Սարի թաղի գործի շուրջ զարգացումների վերաբերյալ, հիշեցնեմ Սարի թաղի բնակիչներից 10-ը դեռ կալանավորված են, իսկ նրանց հարազատներն արդեն ավելի քան 2 շաբաթ նստացույց են անցկացնում դատախազության առջև։ Տիկին Ալեքսանյան, շնորհակալություն ազատության հրավերն ընդունելու համար, ինչպես նշեցինք, արդեն հարազատները երկար ժամանակ է, ավելի քան 10 օր հացադուլ նստացույց են անցկացնում և նրանց պահանջն է փոխել մեղադրանքը, առհասարակ արդարացի է գնալ դատախազության առջև այդպիսի պահանջ ներկայացնելը և արդյոք այսպես դատախազությունը կարող է լսել, ասել այ քանի որ այնտեղ արդեն ավելի քան 2 շաբաթ մարդիկ նստացույց են անում, մենք պետք է փոխենք հոդվածը։ Արդարացի այն իմաստով, թե ինչ այնտեղ են կանայք անում բողոքը։ Պահանջը առհասարակ, որտեղ ուզենան այնտեղ այո, արդարացի է պահանջը։ Երբ դատախազությունը ասում է, որ ինքը հիմնավոր մեղադրանքներ ունի, մենք չենք հավատում դատախազությանը, որտեղ բազմաթիվ դեպքեր կան, որ մենք համոզվել ենք, որ դրանք հիմնավոր չեն։ Եվ այս դեպքում եւս դատարանում այդ ապացույցները չկան եւ չեն կարողանում մարդկանց ապացուցել, որևէ մեկը չի գնա բողոքելու, եթե հիմնավոր ապացույցներ ներկայացվեն։ Եվ ես այսօր իմացա, ինձ փոխանցեցին, ես հիմա ընթերցեմ, որ այդ 10 տղաների մեջ կան 2-ը, որոնք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն, եւ այսինքն նրանք հաստատված, փաստաթուղթ կա, որ նրանք հիվանդ են, բայց երբ նրանք դատախազը ընդունելություն էր կազմակերպել, հենց այդ անձանց էր ուզել, որ մեղքը ընդունեն։ Ինձ այդպես փոխանցեցին, ասեմ, որ կա Ազատություն եւ Հայրենիք հիմնադրամ, որը զբաղվում է քաղբանտարկյալների, հալածյալների խնդիրներով, նրանք այդ ընտանիքներին նաև ժամանակաժամանակ իրենց սուղ միջոցներից օգնություն են սոցիալական վիճակի հետ կապված եւ բավականին լավ տեղյակ են գործի մասին եւ այնտեղից որոշ տեղեկություններ եւս ես իմացա։ Գիտեք, մարդկանց, գիտեք, Սարի թաղի դեպքեր, ես եղել եմ այդ մարդկանցից ոմանց տներում, երբ եղավ այդ Դուք տեսել եք նաև անցյալ տարվա տեսանյութերը, որտեղ նկարահանումներ էլ կային այդ իրադարձությունները։ Այո, ես մասնակցել եմ Human Rights Watch միջազգային կազմակերպության հետաքննությանը, մենք համատեղ ենք արել այդ հետաքննությունը եւ եղել եմ Սարի թաղի բնակիչների շատ-շատերի տներում, այդ թվում նաեւ չիմանալով, որ դեռ այս տղաների պատմությունները նրանց տներում։ Այս մարդիկ սոցիալական ծանր պայմաններում կամ տղամարդիկ են, որոնք իրենց ընտանիքներին կերակրողն են, եւ հիմա այս մարդիկ հայտնվել են, ասենք, ծայրահեղ վիճակում անհիմն մեղադրանքով պահում են նրանց փաստորեն 10 ամսից ավել բանտերում։ Գիտեք, դատախազությունը ինքը ուրեմն չի վերավորակում առհասարակ։ Դուք տեսաք հացբերողի դեպքը ինչպես էր, հասցրեց ծայրահեղ, այսինքն 25 օրվա, երբ որ մարդը կարող էր հիվանդ օրգանիզմը անդառնալի այլևս, բայց միևնույնն է պահում էր դատախազությունը, այդ իբր իրենք նենց օրենքին հավատարիմ, նվիրված, այսինքն եւ գիտեք ինչ գլխավոր դատախազը պետք է մտածի ոչ միայն համակարգին ծառայելու մասին, այլև մտածի քաղաքացիների մասին, այդ անհիմն մեղադրանքները եւ այդ հաշվեհարդարը, որը շարունակաբար մենք տեսնում ենք մարդկանց նկատմամբ, անձերի նկատմամբ, ասենք դադարեցվի։ Ինչու պետք է այս կանայք, գիտեք, ես Ուզբեկստանում եմ տեսել այսպիսի բաներ, երբ կանայք են գնում եւ օրերով, ամիսներով նստում են, որը, ասենք, մուսուլմանական երկիր է եւ այնտեղ կանայք են, գնում այդ բողոք։ Շատ ամոթ է Հայաստանի համար, որ թույլ են տալիս, որ այդ կանայք գնան այդտեղ օրերով նստեն եւ հետո դատախազը ընդունի եւ հարբերաբար Եվ այսօր դատախազության ներկայացուցիչը գրեթե վստահացել է, որ նրանց պահանջը չի կարող բավարարվել։ Դե նրանք սա այնա, ինչքան դուք բողոքում եք, մենք այնքան մերժելու ենք։ Սրանով առաջնորդում դատախազությանը եւ երբ որ ասում եմ, երբ որ ես հիվանդ տղաները անմեղսունակ են, դու ասում ես մեղքը ընդունի, այսինքն իրենք անմեղսունակ են։ Ինչ ուզես այդ դատախազությունից։ Այսինքն իրանք այդ բացառման ու Դատախազության ներկայացուցիչն անդրադառնալով գլխավոր դատախազի ասացին, այսպես ասել է, որ սխալ է մեկնաբանվել, նա ընդամենը փորձել է բացատրել ընթացակարգը, ոչ թե պահանջել կամ թելադրել, որ ընդունեն։ Գիտեք, ես չեմ հավատում այդ մեկնաբանությանը,
Այսինքն կարծում եք այդ պրակտիկան դեռ գործում է, խորհրդային պրակտիկան, երբ գնում են ասում են ընդունեք մեղքը եւ ավելի լավ կլինի։ Իհարկե, դատարաններն էլ, այդ դատավորներն էլ, դատախազության այդ ճնշումը կա դեռևս դատարաններում։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ մեղադրողը ինչպես է մեղադրանքի կողմը պաշտպանում ենք այլ գործերով եւս, որ դատավորը եղել է դեպք, որ ինձ ասել է, գիտեք, չեմ կարող, այսինքն ապացույցների դեպքում անգամ չեն կարող, եթե կա այդպիսի հրահանգ իջեցված։ Եթե դատախազությունը իր ապօրինի մեղադրանքները դատարաններում պիտի հատկապես քաղաքական, այսինքն հաշվեհարդար կամ ասենք ինչ ասեմ, հասկանալի է, որ Սարիթաղի բոլոր դեպքերով պետք է այսպիսի վերաբերմունք լինի, եւ ասենք հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանը, որը արձագանքել է կտրված ծառերին, հա, մենք տեսանք 2 օր առաջ, բայց այս կանայք 2 շաբաթ է այդտեղ նստած են այդ կենտրոնական փողոցում եւ որևէ անդրադարձ չկա, թե ինչու են այս կանայք այնտեղ նստած։ Ինչպես նրանք կարող էին այս չհիմնավորված ձևով գալ եւ այդտեղ բողոքել։ Կին Ալեքսանյան, ուզում եմ անդրադառնանք նրանց առաջադրված մեղադրանքին, փաստորեն ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնության մեղադրանքի առաջադրվել, իսկ հարազատները կարծում են, որ անհրաժեշտ էր առաջադրել դիմադրության հոդված ոստիկանի իրավապահ կառույցի ներկայացուցչի նկատմամբ դիմադրության հոդված։ Քրեագետ չեք, հասկանում եմ, իրավապաշտպան եք, այնուամենայնիվ դուք տեսնում եք ավելի շուտ դիմադրության, այսպես տեսարաններ եք այնտեղ նկատել, թե վտանգավոր բռնություն։ Այդ տղաները, երբ 3 օր ու գիշեր ենք լույս ջուր եւ այսինքն նրանք գնացել են սոցիալական խնդիրներ բարձրացնելու եւ բախում է եղել ոստիկանության հետ։ Բնականաբար մենք Իսկ դա բողոքի ընդվզում եք։ Այո, բողոքի ակցիա է ընդամենը եղել, բայց նրանք դարձրել են Գիտեք, այստեղ ինչպես ասում են, որ ոստիկանը պետք է քեզ խփի, չգիտեմ, վնասված պատճառի, բայց դու պետք է գլուխդ խոնարհես, կանգնես եւ բորբոքվել են եւ հնարավոր է որ նրանք էլ են, բայց ինչ երկրորդ մասի չի համար են դրել։ Ուղղակի պատժելու քաղաքականությունն է։ Պատժելու։ Այսինքն վախեցնելու, որպեսզի նման դեպքեր այլևս Չէ, իրենք կարող են եւ դրանով էլ դատապարտել իրենց։ Ես չեմ էլ կասկածում, որ կդատապարտեն։ Ինչու են մեր բանտերը տենց լեփլեցուն եւ հնարավոր չի որ ում ուզում են, այսինքն այստեղ զուտ հաշվեհարդարի խնդիր է, որ դուք ինչպես կարող եք ընդդիմանալ կամ մեր մեղադրանքը հիմա չեք ընդունում։ Իսկ այդ մեղադրանքը իրանց համար սուրբ գործ է, պետքա պարտադիր ընդունեն։ Եւ նույնիսկ հիվանդ մարդկանց առաջարկում են ուրեմն մեղքը ընդունել, որ նրանք անմեղսունակ են, էլի։ Այսինքն կարծում եք հնարավորինս ամենա դաժան այսպես մեղադրանքն է առաջադրվել, պատիժն է սպառնում նրանց։ Այո, սա ակնհայտ պատիժ է, պատժելու մտադրությունն է։ Ամեն դեպքում գիտեք, ես ինչ ասեմ, մենք Իսկ դատարանի հետ հույսեր չեք կապում, որ այդ դատարանը կարող է ասել ոչ։ Սա վերինացյանով որոշված հարց է։ Սա պետք է Սերժ Սարգսյանը ասենք ասի, փոխեք այդ վերավորակեք մեղադրանքը, առնվազն, որ դատախազը համարձակվի գնա նման քայլի։ Մենք բազմաթիվ դեպքերով ենք դա տեսնում, որ Գիտեք ինչ, Սարիթաղի թող լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը բացահայտեն, տեսնենք ում են պատժում, ինչ են անում։ Գիտեք, գլխավոր դատախազը որ նոր էր մեզ հրավիրեց հասարակական կազմակերպություններին, մենք այսինքն գնահատեցինք այդ քայլը, որ համագործակցությունը ինչ որ հարցերի շուրջ, բայց մենք անդադ տեսնում ենք, որ անընդհատ մարդկանց իրավունքները ոտնահարվում է եւ իրավապահ մարմինների կողմից։ Կարծում եք միտումնավոր այդպես էլ չգտնվեցին այն մարդիկ, ովքեր բռնություն գործադրեցին լրագրողների նկատմամբ, թեև գտնեին որոշ անձանց հայտնաբերել են կարծես, պետք է լինեին այդ մարդիկ, որոնք եւ բռնի գործողությունների են դիմել, նույնիսկ փորձել են ատրճանականել եւ կան տեսանյութեր եւ այլն։ Ինչ է պատահել, որ միայն պետք է այս մարդիկ իրավունք չունեն բողոքելու։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան ազատության տաղավար գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էինք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։